Այսօր ականատեսն ենք լինում խաղաղության պտուղներին։ Ադրբեջանի նախագահն է հայտարարել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի ելույթում։ Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առևտրային հարաբերությունները սկսվել են, և Ադրբեջանն այժմ տարանցման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար։ Աճող աշխարհաքաղաքական լարվածությունը և հակամարտությունների սրումը բացահայտում են միջազգային խաղաղության և անվտանգության խոցելիությունը, այդ թվում տասնամյակների ընթացքում կուտակված զարգացման նվաճումների փխրունությունը։ Այս առումով Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ասել է նա։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները վստահություն են ներշնչում, հավելել է Ալիևը։ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան։ Թուրքական լրատվամիջոցներին ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Բացման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, հավելել է նա։ Փոխնախարարը վստահեցրել է, որ երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել և ընդլայնվել է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով շփումների ձայն կողմ։ Երկխոսությունը զարգանում է նաև ղեկավարների մակարդակով և տարբեր նախարարությունների միջև, ինչը վկայում է գործակցության ավելի լայն ձևաչափի անցման մասին։ Հիշեցնեմ, Վահան Կոստանյանն օրեր առաջ մասնակցել է Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարներն են քննարկել Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ Արմեն Գրիգորյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին, շնորհավորել հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգն ու զարգացման հեռանկարները։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան։ Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության արդյունքում ձևավորված գործակցությունը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության առնչվող հարցերի շուրջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին ընդունել է նաև Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցության ներկայի ընթացքը և զարգացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Սերժ Սարգսյանի և Փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր։ Կբռնագանձվի 78,86 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ հակակոռուպցիոն դատարանը 2026-ի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը։ Վճռով անվավեր է ճանաչվել 2026-ի մարտի 3-ին Հանրապետության անունից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0,17 հեկտար մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ։ Եվ այսպես այսօր Հայաստանում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով։ Այս մասին քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե Հայաստանի քաղաքացիները կորոշեն այլ կերպ, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, բնականաբար ինքը որպես վարչապետ և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունեն ի գիտություն, քննարկման թեմա չկա։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, սա պատմական հնարավորություն է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանի։ Վարչապետը նաև կարծիք է հայտնել, թե պետք է փակել նաև Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը, որպեսզի նրանք դուրս գան պանդուխտի կարգավիճակից և տնավորվեն Հայաստանում։ Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայեցակարգը որդեգրելուց հետո հնարավոր դարձավ խաղաղությունը։ Հակառակ դեպքում Ղարաբաղյան շարժումն ու խաղաղությունն անհամատեղելի են, ասել է Փաշինյանը, նաև հիմնավորել, թե ինչու նոր սահմանադրության մեջ չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Մենք, այսպես ասած, որդեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը, այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ
Արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Հիմա էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ խոսվում է, ասում են դե Ադրբեջանի պահանջներն է, դա Թուրքիայի պահանջներն է, դա ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, եկեք մենք ինքներս մեզ հարց տանք։ Մենք դա ուզում ենք, թե չենք ուզում։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ես հստակ արձանագրում եմ եւ արձանագրել եմ եւ նույնիսկ դրա հետ կապված կոչեր եմ անել, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետքա շարունակենք։ Մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, այսինքն այսօր դադարեցված է Ղարաբաղի շարժումը Հայաստանի Հանրապետությունում առնվազն պաշտոնական եւ ժողովրդական մակարդակով։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունի գիտություն։ Այստեղ քննարկման ընդհանրապես թեմա չկա։ Մենք երբեք կասկածի տակ չենք առել եւ կասկածի տակ չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը երբեք, բայց նաեւ մենք պարտավոր ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը ունեցող քաղաքական ուժ ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ այն բովանդակության ընկալումը, որը նաեւ ձևավորել ենք մենք փորձի արդյունքում, նաև ձևավորել ենք վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում։ Էլի հստակ ասում եմ, որ եւ ընդ որում այս արձանագրումը ամեն օրվա հետ ավելի հիմնավոր է դառնում, որովհետեւ ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ խոսում է անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում մենք հստակ ասում ենք ժողովուրդ ջան, եթե մենք դա անենք, այսպես իրար աչքով տալով ձև անելով, դա չի աշխատելու։ Մենք հստակ եւ անկեղծ պետքա կենտրոնանանք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինչու եմ ես Հայաստանի Հանրապետության պատկերը ուրվագծող քարտեզի այս կրծքանշանով անընդհատ վերջին ժամանակաշրջանում դա ցույց տալու համար, որ մենք մեր գաղափարախոսությունը այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու խնդրի վրա։ Եկեղեցուն վերաբերող հատվածը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի։ Ինչու հոգևորական է հայտարարագիր չի լրացնում, ասել է նա։ Վերջին տասնամյակներում եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է եւ շարունակում է օտարվել եկեղեցուց, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն եկեղեցին դարձնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգն ու որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը։ Ա. Հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնմուխ կլինեն հոգեվոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։
Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։ Ես ուզում եմ մեկնաբանել նաև այս խոսույթը, որի մասին մենք նախորդող շրջանում շատ ենք խոսել, ընդհանրապես շատ խոսվում է եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին եւ ես դրա լիարժեք կողմնակիցն եմ, բայց ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Եկեղեցուն անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից եւ ավելին, եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։ Եվ երկրորդը, շատ է խոսվում նրա մասին, որ օրինակ այս process-ները բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ է։ Ընդհակառակը բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է։ Բայց նաև մենք պետք է հասկանանք ինչ է եկեղեցին համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն։ Եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսը ասում է այնտեղ, որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։ Եվ խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Ավելին ասեմ, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու պետք է հոգևոր դասի ներկայացուցիչները հնարավորություն չունենան օգտվել սոցիալական երաշխիքների այն համակարգերից, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար։ Եվ այստեղ է նաև երևում, որ եկեղեցին ոմանք փորձում են դուրս դնել պետությունից եւ եկեղեցին դնել պետության ներսում տրամաբանության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Ավելի ուշ վարչապետն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական գործակցության կարևորությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության միջավայրի, առկա մարտահրավերների, նաև խաղաղության և կայունության ապահովման ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործակցությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Շարունակենք, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցում ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանին։ Վարդանյանն ասել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հետ հանդիպանը բարձրացրել է մի շարք կոնկրետ հարցեր, որոնք ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Ադրբեջանի օմբուդսմենն էլ նշել է, որ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։ Ռուբեն Վարդանյանն Անահիտ Մանասյանին խնդրել է հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին. Արդյոք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ, ինչպես է հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքներն Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ինչ միջոցներ են ձեռնարկվել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
Ադրբեջանում անօրինական կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի անտեսումը Հայաստանի կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ, հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։ Իսկ այսօր Ադրբեջանից Հայաստան դիզելային վառելիքի 16 վագոն է ուղարկվել, այս մասին հայտնում է ադրբեջանական պետական ապագործակալությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանից Հայաստան ուղիղ մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այդ ժամանակից ի վեր արդեն արտահանվել է 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին եւ 2955 տոննա AI-95 բենզին։ 7.6% տնտեսական աճ խոստացված 7%-ի փոխարեն, վարչապետը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի վերջին հատվածը։ Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, սա պատմական փոփոխություն է Հայաստանում։ Ծրագրվում է կենսաթոշակների ինդեքսավորումն այնպես անել, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Նախընտրական ծրագրում անդրադարձ կա TRIP նախագծի աշխատանքներին։ Ըստ այդմ առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում։ Վարչապետը հուսով է կապահովեն աշխատատեղերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջոցով եւ ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել։ Նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաեւ Գյումրի, Թուրքիայի սահման եւ Երասխ, Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը։ Ըստ Փաշինյանի սա շատ արագ, այն է 1-ից 1.5 տարվա ընթացքում կյանքի կկոչվի։ Վարչապետն անդրադարձել է նաեւ ապօրինի գույքի բռնագանձման տեմպերին։ Քաղաքական ուժեր կան, թե ասում են, պատշաճ ձևով սպասվող ծավալներով չի իրականացվում գույքի վերադարձը, հետաքրքիրն է նա, որ այսպես խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները հենց այս ապօրինի գույքի գործընթացով անցնում են, եւ նրանք այս խոսույթը փորձում են օգտագործել հանրության շրջանում հիասթափություն առաջացնելու համար։ Այո, տեմպերի հետ կապված մենք խնդիր ունենք, բայց դա նաև նրանից է, որ էլ եմ ասում, սիրելի ժողովուրդ, մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռից վերցնում, մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, եւ մաֆիայի դեմ պայքարը այդքան հեշտ չի, եւ ինչ այլոց մենք միակ քաղաքական ուժն ենք, որ շարունակում ենք, բոլոր այն քննադատողները, որ լավ չի իրականացում պետական ապօրինի գույքի վերադարձը, իրենցից ոչ մեկը չի ասում, այ որ մենք գանք իշխանության, ավելի լավ դա կանենք, որովհետև իրենց 90%-ը հենց այս ապօրինի գույքի վերադարձի process-ի թիրախն են։ Այս նրբության վրա ուզում եմ շատ ուշադրություն դարձնել։ Նրանք ուզում են հանրության շրջանում հիասթափություն առաջացնել, բայց այդ հիասթափության առաջացման արդյունքում իրենց ակնկալած արդյունքը ոչ թե այնա, որ ապօրինի գույքը ավելի մեծ տեմպերով վերադարձվի, այլ այդ գործընթացը կանգնեցվի եւ իրանք այն process-ները, որ գնում են իրենց գույքերը վերադարձնելու ուղղությամբ այդ process-ը ուղղակի կասեցվի, այս նրբությունը խնդրում եմ գնահատեք եւ ուզում եմ ասել նաեւ, որ մենք արդեն process ենք սկսել այլ երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի վերադարձի, փողի վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության։ Խոսքը վերաբերվում է արդեն մամուլում եղել է, տեսել եք երևի, նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի մի մեծ մասը բնականաբար վերադարձնելու, որովհետև Միացյալ Նահանգների կառավարությունը իր արած ծախսերն է պահելու եւ այնտեղ իրենք Խաչատրյանների ընտանիքի հետ հաշտություն են կնքել եւ մի որոշակի տոկոս թողնվելու է նրանց եւ գույքի մոտավորապես գնի մոտավորապես 70%-ը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետություն, խոսքը մոտավորապես 15-ից 20 միլիոն դոլարի մասին է։ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին, հայտարարությունում նշված է, որ պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ։
Կառույցը պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով։ Տարակուսած են հայտարարությունից, թե Ադրբեջանի օմբուդսմանը նշել է, որ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ։ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներն արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ Ավելին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն, խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքներն ու այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության եւ համագործակցության սկզբունքների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելով միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական եւ իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային եւ խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության եւ մի վնասիր սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ եւ պահպանվելու է ապագայում բոլոր գործընթացների շրջանակներում։ Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմանը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այդ պետության մի փաստաթղթության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել եւ բաց է գործընկեր մի փաստաթղթությունների հետ ցանկացած գործակցության եւ հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերանշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։ Հավելենք նաեւ, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որ ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով արկա լինի միջազգայինորեն ճանաչված անկախության սկզբունքների հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաեւ այս համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա մարդու իրավունքների վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։ Ըստ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի Հայաստանի Հանրապետությունը 52-րդ տեղում է առաջ անցնելով եվրոպական մի շարք երկրներից։ Էկոնոմիկայի նախարարն է հայտարարել հղում անելով Heritage հիմնադրամին։ Ըստ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է առաջ անցնելով Եվրամիության անդամներ Իսպանիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից եւ Հունգարիայից։ Այս մասին Facebook-ի էջում գրել է էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը հավելել է. այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան եւ Իռլանդիան։ 2025 թվականի տվյալներով մենք 57-րդն էինք, 65.4 միավորով, 5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք, նշել է նա։
Եվ այսպես չկա որևէ կարգավորում, որ Հայաստանում հոգևորականները դուրս են օրենքից, ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչու չվճարեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու պետք է հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Երկրում պետք է թափանցիկություն լինի։ Շատ ծրագրերից հոգևորականները չեն կարողանում օգտվել, դա նաև նրանց բարեկեցության եւ ազատության մասին է, ասել է վարչապետը։ Չկա եկեղեցի առանց ժողովրդի, չկա եկեղեցի առանց հետևորդների։ Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատավոր հետևորդները եւ կտրիչ Ներսիսյանը առավել եւս եկեղեցի չէ։ Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն։ Մենք ասում ենք, որ նախ հոգևորականները նույնպես քաղաքացի են եւ նրանք պետք է գործեն օրենքի դաշտում։ Հասկանում եք, պետք է այսօրվա կարգավոր չկա որևէ կարգավորում, որ Հայաստանի Հանրապետությունում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից։ Ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եվ եթե որևէ քաղաքացի բոլոր քաղաքացիները պետք է եկամտային հարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, իսկ ինչու պետք է չվճարեն։ Բայց ես հաջորդը կա, շարունակությունը կա, մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության, հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Եվ կա նաև հաջորդ հարցը, ասենք ինչի օրինակ պետքա եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ չգիտեմ, հիմա ես վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, խոսքը ոչ ծիսական ապրանքների եւ առարկաների մասին է, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետքա հարկվի։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն, թե դա եկեղեցու կարիքների համար է։ Այդ թվում մյուսները, ով, չգիտեմ, հիմա ես կոնկրետ օրինակ եմ բերում, դուք կարաք եւս 6 օրինակ բերեք, իմ օրինակը չի բացառում որևէ մեկին, որովհետեւ հարցը սկզբունքի մեջ է։ Սկզբունք պետքա կիրառվի, երկրում պետքա լինի թափանցիկություն, պաշտոնյաները պետքա գործեն թափանցիկ եւ հաշվետվողական, հոգևոր ծառայողներ եւ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում։ Եվ իմիջայլոց այդ չվճարումների պատճառով հոգևորականները բազմաթիվ այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից։ Ինչու պիտի չօգտվեն այդ մարդիկ։ Հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել։ Իսկ ինչու պետքա չկարողանան օգտվել։ Այսինքն նաև մեր հոգևոր ծառայողների բարեկեցության մասին է, չէ՞։ Մենք գիտեք ինչու այդ ամեն ինչը, որ կախվածություն լինի մեկ անձից, բոլոր առումներով, ֆինանսական, կենցաղային եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաև այո հոգևոր ծառայողների ազատության մասին է խոսք, այն ազատության կոռեկտության սահման, իսկ ինչու պիտի չլինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ։ Լավ, մենք պետքա որպես հանրություն պատասխան տանք հարցին, մեզ համար նորմալ եւ ընդունելի է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա։ Նորմալ է մեզ դա։ Պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն։ Նորմալ է դա։ Բոլորը։
Առաջիկայում նախատեսվում է բարձրացնել միկրոբիզնեսի շեմը, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, աշխատեն հատուկ պայմաններով, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմությունը փոքր բիզնեսի համար խոստանում է կտրուկ փոփոխություններ, այն է շրջարկ հանել, հատուկ պայմաններ ստեղծել ՓՄԶ-ների համար։ Վարչապետն ասել է, որ ըմբռնումով է մոտենում ընդդիմադիրների հայտարարություններին հարկային ծանր բեռի մասին, որովհետև իր խոսքով այդ ընդդիմությունը, երբ իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարեր։ Այդ ընդդիմությունը, երբ որ իշխանություն էր, սովոր էր, որ իրենք հարկեր պետք է չվճարեն, եւ բնականաբար, երբ որ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար դա ծանր է նրանց համար, որովհետեւ իրենք ըստ էության բիզնեսմեն չեն, այլ իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու եւ ջերմոցային պայմաններում փող աշխատելու եւ ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներ են, այնպես որ հասկանալի է, որ երբ որ հիմա այդ հնարավորությունը չկա, դա նրանց ծանր է թվալու։ Ինչ վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ուզում եմ նաև ձեզ կամ հիշեցնել, կամ տեղեկացնել, եթե տեղեկացված եք, չեք տեղեկացնել, եթե տեղեկացված եք, բայց չեք հիշում, հիշեցնել, որ նաև 2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում եւ դառնում են փոքր բիզնեսներ եւ այդպիսով խուսափում են հարկերից, ինչի հնարավորությունը այսօր շատ սահմանափակ է, չեմ կարող ասել բացարձակ չկա, որովհետև ցավոք միշտ էլ սողանցքներ լինում են եւ ես այդ դժգոհությունը հասկանում եմ, բայց ուզում եմ նաեւ դիմել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող եւ վճարող քաղաքացիներին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց վճարված հարկերը դարձնում են հոյակերտ եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով եւ ենթակառուցվածքներով եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության եւ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից են եւ ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի նրանք որևէ գնում անելիս չմոռանան պահանջել, ստանալ եւ վերցնել հսկիչ դրամարկային կտրոնը, որովհետեւ դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, այդ թվում ոչ միայն, բայց այդ թվում դրանով առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում եւ նրանք, ովքեր խոսում են, ովքեր ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ձեր նշած խոսույթով, նրանք ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, նրանք ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, նրանք ուզում են կասեցնել դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը, նրանք ուզում են կասեցնել ճանապարհների շինարարությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի ուզում եմ ասել, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, որովհետեւ ելի ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը ինչքան ծախս է անում իր բարեկեցության համար, այլև առաջին հերթին կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում իրենց բարեկեցության համար, իսկ բյուջեները ձևավորվում են մեր բոլորիս վճարած հարկերից։ Էլի պատկերավոր օրինակներով բերել,
որևէ մեկը կարող է իր համար մի քանի $100,000 Ferrari գնել, բայց ով էլ լինի չի կարող հանրապետությունում իր Ferrari-ի համար ճանապարհներ կառուցել, դա պետք է անի պետությունը պետական բյուջեի միջոցներով։ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ բարձր մակարդակով, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բացի այդ, նախատեսված է նաև Հայաստան-Եվրամիություն առանձին գագաթնաժողովը, որը համանախագահելու են վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան եւ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը։ Կոստանյանն ասել է, որ հենց այս ֆորմատում քննարկվելու է Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը։ Քննարկվելու են նաև վիզաների ազատականացման, Եվրամիության կողմից Հայաստանին օժանդակության հարցերը, էական քննարկումներ են լինելու հաղորդակցության թեմաների շուրջ։ Բագրատ Սրբազանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր երկարաձգել է ժամկետը։ Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում եւ նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն, ասել է Ֆարխոյանը։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվել է ակցիայով, Սրբազանի փաստաբանն հիշեցրել է, որ դատախազությունը մինչև օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։ Մարդկանց հոսքը ծիծեռնակաբերդ շարունակվում է։ Առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարությունը վարչապետի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հուշարձանի մոտ Հովանես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։
Համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու և մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Վարչապետն ուղերձ է հղել, նշել, որ ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է։ Մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Զոհերի և զոհողությունների գնով ենք գտել, վերագտել հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր եւ ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։ Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը։ Մենք ի վերջո դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի եւ զոհողությունների գնով մենք վերգտել ենք մեր հայրենիքը եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Կաթողիկոսը հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, որից հետո անմար կրակի մոտ իր նախագահությամբ կատարվել է նահատակների բարեխոսական կարգը։ Աղոթք առ Աստված բարձրացրեցինք, հայցով
որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ Իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքից։ Թուրքիան կիսում է հայ հասարակության անցյալում ապրած ցավերը։ Էրդողանն է հայտարարել Պոլսո հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին հղած ուղերձում։ Այն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում հայոց ցեղասպանության տարելիցին մատուցված պատարագի ժամանակ։ Ակոս պարբերականի հաղորդմամբ ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր Քահանա Տամատյանը։ Էրդողանն այս անգամ էլ ամենամյա ուղերձը սկսել է նույն տեքստով, նաև պնդել, որ 15 թվականին տեղի ունեցած է ոչ թե ցեղասպանություն է, այլ հրոսակային գործողությունների հետևանք։ Օսմանյան կայսրության անկման ընթացքում օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների, գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել։ Նրա խոսքով մեծ ցավ են ապրել օսմանցի հայերը, որոնք արժեքավոր ներդրում են ունեցել օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում։ Թուրքիայի հանրապետությունը կարողացել է առանց այդ ցավերը մոռանալու հասկանալ, թե ինչպես դրանք հաղթահարել։ Էրդողանն իր ուղերձը ամփոփել է հետևյալ կերպ. որպես 86 միլիոնանոց երկիր միասին ենք կառուցելու մեր ապագան ու այն ժառանգությունը, որը թողնելու ենք մեր թոռներին։ Այս մտքերով կրկին կիսում եմ հայ հասարակության անցյալում ապրած ցավերն ու եւս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետությունը հիշատակում է 15 թվականի հայոց ցեղասպանություն ու հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի եւ ֆրանսիացի ժողովրդի հայերի հետ։ X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։